Մենք ուսումնասիրում ենք Նարդոսի ստեղծագործությունները։ Ստեղծագործություններից շատերում առնչվում ենք հետևյալ իրավիճակների։ Հերոսներից շատերն իրենց կյանքում մեծ տեղ են հատկացնում գուշակներին, բախտագուշակներին, գրվածներին եւ երազատեսությանը։ Երազներում հիմնականում հայտնվում են սրբերը, որոնք կարծես թե անելանելի իրավիճակում ելք են ցույց տալիս, սակայն այս ամենը հանգեցնում է հերոսների կործանմանը։ Հարց. Ինչ է քարոզում մեր հավատը, քրիստոնեությունը։ Ինչ է եկեղեցին մեկնաբանում երազներում սրբերի հայտ գալը, տարատեսակ նշաններ տալը եւ մարդկանց ունեցած հավատը այդ նշաններին։ Այս հարցերի պատասխանները ստանալու նպատակով մենք այցելեցինք Ջրվեժի Սուրբ Կաթողիկ եկեղեցի, զրուցեցինք տեղի հոգևոր հայր Տեր Հարությունի հետ եւ ստացանք մեզ ուզող բոլոր հարցերի պատասխանները։ Մենք ուսումնասիրում ենք Նարդոսի ստեղծագործությունները եւ ստեղծագործություններից շատերում առնչվում ենք հետևյալ իրավիճակների։ Նարդոսի հերոսներից շատերն իրենց կյանքում մեծ տեղ են հատկացնում գուշակներին, բախտագուշակներին, գրվածներին եւ երազատեսիլքներին, երազատեսիլությանը։ Երազներում հիմնականում հանդես են գալիս սրբերը, որոնք կարծես թե անելանելի իրավիճակում ելք են ցույց տալիս, սակայն այս ամենը էապես հանգեցնում է հերոսների կործանմանը։ Հարց. Ինչ է քարոզում քրիստոնեությունը, մեր հավատը եւ ինչպես է եկեղեցին մեկնաբանում երազներում սրբերի հայտնվելը, տարատեսակ նշաններ տալը եւ մարդկանց հավատը այդ նշաններին։ Ուրեմն նշեցի Նարդոսի ստեղծագործության մեջ եւ ժամանակագրական առումով մոտ 100 տարուց ավել, 150 տարի ավել, այսինքն խոսում ենք 19-րդ դարի վերջի մասին, կամ վերջի տասնամյակների մասին, երբ ժողովրդի բարոյական կեցվածք ասենք կամ եկեղեցու հանդեպ ունեցած դրսևորումները կարող ենք ասել մի փոքր նման էին այսօրվան, երբ առաջացել էին զանազան տարբեր, չգիտեմ, ուղղություններ, Եվրոպայում կրթություն ստացած, այսպես ասած, ժամանակակից դեմքեր, որոնք փորձում էին, այսինքն աստված մերժության, այսպես ասած, ակունքներին են գնում հասնել։ Եվ պարզ գերչկական միջավայրում ապրող ժողովուրդն էլ տարական տգիտությամբ կամ այսպես ասած քրիստոնեության նկատմամբ, հավատքի նկատմամբ տարական գիտելիքների բացակայության ընթացքում պիտի փորձեր տարատեսակ երևույթներ մեկնաբանել յուրովի, տեսնել դրանց տակ ենթատեքստեր, այսինքն ինչ-որ մի միստիկ իրավիճակներ ստեղծել, թվալով թե պիտի կարողանա բացատրել կամ բացահայտել կանխորոշել ապագան։ Մենք քրիստոնեության մեջ գիտենք եւ Աստվածաշնչի հիմքով անշուշտ գիտենք, որ դևերը մշտապես փորձում են փորձության մեջ ներքաշել քրիստոնյաներին։ Նրանք, ովքեր հավատքի մեջ փոքրիշ շատ է, այսպես ասած, փորձառություն ունեն կամ այսպես ասած նորադարձներին, հա, եւ դրանց մեջ շատ այսպես արտահայտիչ կերպով երազների հարցն է։ Եվ շատ ու շատ դեպքերում դևերը հենց մարդկանց երազներում հայտնվում են սրբերի տեսքով, այսպես լուսավոր էակների տեսքով, որոնք դրթում են, որոնք ստիպում են, այսպես ասած արտաքին հայացքից դրական ինչ-որ քայլ կատարել, բայց ինչպես որ դու նշեցիր, որը բերում է կործանման։ Մենք 5 տակարանի մեջ ունենք Դանիել մարգարեն, եւ նրանից ավելի առաջ ունենք Հովսեփ Նահապետի պատմությունը, որը երազներ մեկնելու աստվածային շնորհ ու տաղանդ ուներ եւ փարավոնի երազները մեկնելով կարողացավ բարիք ապահովել Եգիպտոսի համար, որտեղ գերության մեջ էր գտնվում նաեւ Իսրայելի ժողովուրդը։ Բայց ընդհանրապես քրիստոնեությունը չի խրախուսում երազներին հավատալ կամ տալ ինչ-որ կարևոր նշանակություն։ Անշուշտ հոգեբանական վերլուծությամբ դրանք կարող են բաժանվել տարբեր տեսակների, հա, բայց եկեղեցու նշանավոր հայրերից մեկն ասում է, որ երազը ավարտվում է այն ժամանակ, հա, երբ որ մենք արթնանում ենք եւ այլևս ավերս ունենք իրականության հետ։ Եվ այն ինչ որ կար մեր մտքի մեջ, որը կարող էր արտադրանք լինել օրվա ընթացքում մեր հավաքած ինֆորմացիայի կամ որոշակի այսպես հոգեբանական ընկճվածության, որը նաև կարող է արտադրվել ենթագիտակցորեն, հա, եթե տուրք տանք այս ամենին,
իրապես կարող ենք նաև լուրջ փորձության մեջ ընկնել ընդհանուր մինչև կործանման եւ սա բերի նաև այդ տարատեսակ երազների կրկնումը կարող է մեզ բերել ընդհանուր մինչև հուսահատության, որը ցավոք սրտի կարող է ավարտվել նաև ինքնասպանությամբ կամ մարմնին վնաս տալով։ Հետևաբար քրիստոնեական եկեղեցին խրախուսում է տուր չտալ ընդհանրապես երազներին, անկախ նրանից, թե դրանք, այսպես ասած, կհայտնվեն սրբերի տեսքով եւ մեզ կտրվեն որոշակի հրահանգներ կամ ստիպողաբար մեզ կտրվեն հրահանգներ, եթե երազը եւ իր, այսպես ասած, երազում մեր ստացած, այսպես ասած, առաջադրանքը մեզ չի կարող բերել դեպի եկեղեցի, մեզ չի բերում եկեղեցի, ավելի մեզ չի տրամադրում աղոթքի կամ կապվածություն ունենալ եկեղեցու հետ, նրա խորհուրդների հետ, հետևաբար սա նշանակում է, որ աստվածային չէ կամ աստուծ չէ։ Նույնը կարող է վերաբերել հաճախակի անգամներ ննջեցյալներին տեսնելը երազների մեջ կամ թվա մեզ թե ստանում ենք ինչ-որ պատգամներ, այս ամեն ինչի դեմ մենք որպես ապրող, շնչող Աստծո պատկեր եւ նմանություն մեր ննջեցյալների համար կարող ենք հանդիսանալ քայլող հրաշքներ, երբ որ նրանց հոգու խաղաղության, հանգստության համար կարող ենք աղոթք անել, հոգեհանգիստ պատվիրել կամ իրենց անունները հոգեհանգստյան թերթիկներում ամրագրել, իրենց անուններով ողորմության ճաշ կամ ինչ-որ բարիք գործել իրենց անունով, որպեսզի այսպես ասած հոգու խաղաղության ու հանգստության համար թեթևություն լինի։ Ընդհանրապես մենք ունենք միտք, մենք ունենք հոգի եւ նաեւ մենք մարմին ենք, այսինքն սուրբ երրորդության տեսանելի եւ շոշափելի արտահայտությունն ենք երկրի վրա։ Հետեւաբար միտքը եթե չի օգնում մեզ հոգեպես ավելի Աստված ճանաչողության մոտենալու եւ մարմինը ինք իրեն չի պատրաստում տեսանելի եւ շոշափելի ձևով վերարտադրելու այդ հավատքը, հետեւաբար որևէ լինի երազ կամ այլ երևույթ մերժելի է, ոչ ցանկալի է։ Շնորհակալություն։ Ինչպես գիտենք, մարդիկ իրենց կյանքում մեծ տեղ են տվել գուշակություններին։ Նարդոսի մեր թաղը նովելաշարի հերոսները նույնպես իրենց կյանքը չէին կարողանում պատկերացնել առանց գուշակների եւ գուշակությունների։ Իզուր չէ, որ 150 տարի առաջ Նարդոսը գրել է իր այս նովելաշարը, քանի որ նա ցանկանում էր մարդկային ուշադրությունը հրավիրել դեպի այս խնդիրները, քանի որ այս խնդիրներն էին, որ խլում էին մարդկային կյանքերը։ Երկար ժամանակ է անցել եւ մեզ թվում է, որ ավելի կիրթ եւ զարգացած հասարակության պայմաններում այս խնդիրներն այլևս արդիական չեն լինի։ Սակայն երբ իրականացրինք սոցիալական հարցում տարբեր տարիքային խմբերում, պարզ դարձավ, որ խնդիրը դեռևս մնում է չլուծված։ Ինչպես գիտենք, մարդիկ վաղուց իրենց կյանքում մեծ տեղ են տվել գուշակություններին կամ գուշակներին։ Նարդոսի մեր թաղը նովելաշարի հերոսները նույնպես իրենց կյանքում մեծ տեղ էին տվել գուշակություններին, գուշակներին, բախտազգացներին։ Իզուր չէ, որ 150 տարի առաջ Նարդոսը գրել է իր այս նովելաշարը, նա ցանկանում էր մարդկային ուշադրություն հրավիրել դեպի այս հարցերը, քանի որ հիմնականում այս խնդիրներն էին մարդկային կյանքեր արժենում, եւ մեզ թվում էր, որ այժմ, քանի որ հասարակությունը ավելի կիրթ ու զարգացած է, այլևս չկան նման խնդիրներ։ Սակայն երբ իրականացրեցինք մենք սոցհարցում տարբեր տարիքային խմբերում, հասկացանք, որ այս հարցերը շարունակում են մնալ դեռևս արդիական, եւ իմ հարցը հետեւյալն է. մենք ինչպես կարող ենք, ինչ է քարոզում մեր եկեղեցին գուշակությունների վերաբերյալ, ինչպես կարող ենք գուշակներին տարբերել մարգարեներից, որտեղից է գալիս թուղթուգիր երևույթը եւ արմատները, որտեղից են թուղթուգիրի եւ ինչպես կարող ենք պայքարել նման երևույթների դեմ։ Շատ լավ։ Եթե Նարդոսը 150 տարի առաջ է նկարագրել իր ապրած ժամանակաշրջանում եղած իրավիճակը, մենք Աստվածաշնչի մեջ դեռ 5 կտակարանից, երբ որ օրենքը տրվում էր ժողովրդին ինքնակազմակերպվելու համար, Աստված Մովսեսի միջոցով տալիս էր համայնական կյանքը կազմակերպելու եւ կենցաղային իմաստով եւ հոգեվոր նաեւ մտավոր իմաստով կյանքը կազմակերպելու հստակ արգելք էր դրվում գուշակությունների եւ տարատեսակ այլ երևույթների վրա։ Ընդհանրապես մարդուն թվում է թե կամ մեզ համոզել ենք, որ հատուկ է ապագան տեսնելու այդ անհագուր ցանկությունը եւ որևէ սխալ արարք, որ մեր կողմից է արվում կամ որևէ բաց թողում մեր կողմից արված կամ որևէ երևույթ, որ մեր կյանքի մեջ պատահում է, մենք փորձում ենք գտնել արմատներ, բացահայտել մի այլ կողմից, մի այլ երեսով կամ տեսնել ինչ-որ միստիկական հատուկ երևույթներ մեջը։ Եվ ինչպես որ Աստված աշխարհի մեջ կա եւ գործում է,
ցավոք սրտի կա նաև չարը, որը տարատեսակ կերպերով փորձում է, այսպես ասած, Աստծո մեծ ընտանիքից ամեն անգամ խլել նորանոր անդամներ։ Առաջին թերևս նման գուշակությունը, հա, ճակերտավոր տեղի ունեցավ դրախտի մեջ, երբ որ Օծը փորձեց Եվային տարբեր, այսպես մոդել առաջարկել կյանքի հավերժության, ասելով, որ այնինչ գիտեք, այդքան էլ այդպես չի։ Այնինչ որ Աստված բացահայտ իր շուրթերով հնչեցրեց ձեզ, այդպես չի։ Դրա տակ կան թաքնված ուրիշ շերտեր, որոնք Աստված ուղղակի գաղտնի է պահել ձեզանից, հետևաբար եթե անես այնպես, ինչպես որ ես եմ ասում, շատ ավելին պիտի ունենաս, քան թե ունես։ Պատկերացու դրախտի մեջ, երանության մեջ, կատարյալ կարգավիճակի մեջ, անմահությունը վայելելով, հա, թերևս պայմանական ասելով, հա, Եվան, հա, իր ականջին շատ ավելի հաճելի թվաց։ Եվ մեղսագործումը տարածվեց նաև Ադամի վրա, եւ արդյունքը հայտնի է բոլորիս։ Արտաքսում դրախտից եւ զրկում այն կատարյալ կարգավիճակից, որը ունեինք։ Եվ հետեւաբար այս նույն շողոքորթող գեղեցիկ առաջարկը պիտի շարունակվի այնքան, քանի դեռ աշխարհը գոյություն ունի։ Եվ այսպես չարով բռնված իբրև թե որոշակի գիտելիքներ կամ հմտություններ, նաև ինչ որ պայծառատեսական կարողություններ ունեցող անձինք, չարի ձեռքին իբրև գործիք, հա, պիտի շարունակեն մեզ ցույց տալ վաղվա այն գեղեցիկ օրը, որը իբրև թե Աստված պիտի զլանա մեզ տալու։ Ամեն օրը իր յուրահատկությունը, իր գեղեցկությունը եւ իր բացառիկությունը ունի, որովհետեւ ամեն բացվող առավոտվա հետ մենք առիթ ունենք կամ հրաշք գործելու, կամ ուղղակի մաշեցնելու ժամավաճառությամբ լրացնելու 24 ժամի այդ վիճակը։ Հետևաբար բնականաբար եկեղեցին պիտի մերժի, պիտի դատապարտի, որովհետև սա ավելի երազահաններից հետո թերևս գուշակությունները եւ նմանատիպ հին, չգիտեմ, մշակույթներից վերցված թերևս այդ մոգական ձևերը կամ ծեսերը կամ արարողությունները ուղղակի բացահայտ կերպով արգելք են հանդիսանում, որպեսզի մարդը իրապես իր արժեքն ու իր նշանակությունը հասկանա։ Ամեն մեկս Աստծո եզակի ու բացառիկ ստեղծագործությունն ենք, Աստծո պատկերն ու նմանությունն ենք։ Եվ եթե Աստված, այսպես ասած, ճակերտավոր իմաստով զլանում է մեզ բացահայտել վաղվա մեզ պատուհասող թե բարիքը եւ թե չարիքը, նշանակում է ոչ թե որ Աստված ուղղակի այսպես բռնապետ է, ամենակարող բռնապետ է, այլ ճիշտ հակառակը, որովհետեւ մեզ ստեղծել է ազատ կամքով ընտրություն կատարելու, բարին ընտրելու կամավոր կերպով, որպեսզի այդ բարիքի կամավոր ներգործությունները մեր կյանքի մեջ կարողանանք զգալ։ Եթե Աստված մի տեսակ անգիտության վարակույրով փակում է մեր առաջ, հա, պարտադիր չի հասկանալ, որ Աստված օրհնությունն է փակում, հա, այլ շատ ժամանակ է միշտ, հա, Աստված փորձությունը եւ չարի ավելի ուժեղ ներգործությունն է փակում մեր առաջ։ Ամեն մեկս հնարավորություն ունենք մեր ապագան կանխագուշակելու, այսպես թե այնպես, հա, կան երևույթներ, որ հատուկ են բոլորիս։ Մի օր մեր վերջը պիտի գա, մեզ համար մի վերջին զանգ, մի վերջին շունչ պիտի ազդարարի, որ այլևս չկան։ Սա թերևս Աստծո թույլ տված ամենամեծ հայտնությունն է կամ այսպես ասած գուշակությունն է, հա, որ քանի որ մեղք են գործել, մահկանացու ենք, հետեւաբար մեղքի գույնը, տեսքը որոշելուց շատ ավելի կարևոր է ինչպես ձերբազատվել այդ ամեն ինչից, հա, ամտերևս մարկային քրիստոնյա, յուրաքանչյուր քրիստոնյա էլ ինչ որ իմաստով պայծառատես է, շատ հստակ գիտի իր գալիքը, որովհետև մենք խոստովանության աղոթք ունենք, ասում ենք արդարների համար հավիտենական երջանկություն պիտի լինի, մեղավորների համար հավիտենական տանջանք։ Հետևաբար ամեն օրը ոչ թե պիտի, այսպես ասած, կորցնենք մոմ թափելու միջոցով մեր վաղվա օրը հասկանալու համար, այլ ամեն օրը շնչելով, արտաշնչելով Աստծո տված այս ճգնախ օդը, թթվածինը, տեսնելով Աստծո ստեղծագործության մեջ գեղեցիկ կողմերը, պիտի վայելենք կյանքը, որի մեջ Աստված իր վերջնական կնիքը պիտի դնի, օրը սկսելով եւ ավարտելով Աստծո ներկայությամբ։ Ոչ թե 24 ժամ, այսինքն ծնկի եկած եկեղեցում աղոթելու մասին է խոսքս, այլ վայելել ընկերոջը,
վայելել ծնողների ներկայությունը, վայելել սնվելու, կրթվելու, զարգանալու բոլոր տեսակի հնարավորությունները, որ տալիս է։ Եվ բնականաբար շաբաթական, եթե կտրվածքով ասեմ, սուրբ պատարագի միջոցով, սուրբ հաղորդությամբ ամրագրել այդ ամեն ինչը։ Հա։ Տերևս սա ավելի այսպես պրակտիկ եւ պարզ իմ մեկնաբանությունը պիտի լինի, թե ինչ անել։ Բնականաբար արմատները պիտի շատ ավելի խորը գնան, որքան որ մարդկությունն է տերևս հին, այդքան էլ ըստ իր ընթացքի որոշ չբացահայտված եւ չընկալվող երևույթներին տալ ինչ-որ մոգական կամ այսպես տարբեր մեկնաբանություններ, փորձել ավելին իմանալ, քան թե մարդկային մեր մտքին, մեր հոգուն, նաեւ մեր կենցաղին անհրաժեշտ է։ Սա էլ այս դրթելը մեղքի մեջ մտնել, սա էլ բնականաբար միանշանակ սատանայական է։ Եվ ինչը որ սատանայական է, եկեղեցին պիտի մերժի Սուրբ Գրքի հիմքով։ Շնորհակալություն։ Խնդրեմ։